Փարթիրոջը եղբայրներ քույրեր, շնորհակալ ենք այսօրվա հավաքույթի համար, Տիրոջ ներկայության համար, խորի համար, աղոթքների համար, վկայությունների համար։ Մենք պետքա սովորենք, որ ամեն բանի համար պետքա գոհանանք Տիրոջից։ Համաձայն եք թե չէ։ Սրտանց ասենք փառք ես Տեր Հիսուս։ Եղբայրներ քույրեր, կարճ հորդորական բան ասեմ, նորից աղոթք անենք։ Տեր Հիսուս աշակերտներին հավաքում էր, պատմում երկնքի մասին, հավաքում էր, վկայում էր ինչպես հնազանդվում են, հրաշքներ էր անում, աշակերտներին հավաքում էր, երանելիների վրայով էր սովորեցնում, բայց եկավ մի պահ, որ Տեր Հիսուսը Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 24 խոսքից մի կարևոր բանի վրա հորդորեց աշակերտներին։ Եվ ինչ ասում 16-ի Մատթեոս 24 Այնատեն Հիսուս իր աշակերտներուն ըսավ, հələ տեսնենք ինչ ըսավ, մի բան, որը մինչև չէին լսել աշակերտները, եթե մեկը իմ ետևես գալ կուզե, թող իր անձը ուրանա, ու իր խաչը վերցնե, ու իմ ետևես գա, կարևոր բան է, գիտեք եղբայրներ քույրեր, մարդը սիրում է փառավորվել, չգիտեմ համոզվել եք, որ սենց բան կա մարդու ներսը, մարդը սիրում է ծափեր, մարդը սիրում է գովեստներ, մարդը սիրում է բեմեր, եթե 5 հոգի միտեղ հավաքված են, միշտ ուզում է մեկը մի բան պատմի, որ են 4-ից ինքը առավել երևա, չգիտեմ, այս ձևի բան ընդունում եք, որ մարդու ներսը կա, բայց Տեր Հիսուս սովորեցնում է աշակերտներին մի ուրիշ կարևոր բան, երկինքը գնալու համար կարևոր բան, անձը խոնարեցնելու համար կարևոր բան, որ այսօր սա փոխանցվել է մեզ, որ մենք էլ խորը համոզվենք, որ խաչով է ճանապարհը, այդ ձևի երկ կա, չէ, եթե չեմ սխալվում, խաչով է ճանապարհը, եւ հորդորը նորից կարդում եմ, եթե մեկը իմ ետևես գալ կուզե, պայման կա, եղբայրս ու քույրս, պայման կա, թող իր անձը առաջինը ինչ անի, ուրանա, երկրորդ, իր խաչը վերցնե, նոր այդ ժամանակ իմ ետևից գա, եւ շարունակում է 25 խոսքը, վասնզի ով որ կուզե իր անձը ապրեցնել, պիտի կորսնցնե զանիկա, եւ ով որ ինձի համար իր անձը կորսնցնե, պիտի գտնե զանիկա, եւ հորդոր անում, քանզի ինչ կշահի մարդ, եթե բոլոր աշխարհը վաստակի ու իր անձը կորսնցնե, եղբայրներ քույրեր, սա կարևոր բան է, որ Տեր Հիսուսը հորդորել է, եւ անձամբ ինքը այդ օրինակը թողեց աշակերտներին եւ իրան բոլոր հետևողներին, Գեթսեմանում հեշտ չէր, քանի անգամ գնաց աղոթք արեց, հիշում եք, որովհետեւ եկել էր, ժամը հասել էր, եւ նա խնդրում էր հորից, Տեր, եթե կարելի է հայր, այս գավաթը, բայց ոչ թե ինչպես որ ես եմ ուզում, նա խաչը վերցրեց, նա հանձն առավ, նա հոր կամքին հնազանդվեց եւ համայն մարդկության, փրկության առիթ եղավ, փառք Տիրոջ ասենք մի հատ, զուգահեռ համար եմ ուզում կարդամ, երբ որ նայում ենք առաջի Կորինթացի մեջ, ինչա հորդորում Պողոս առաքյալին սա խորը բացվեց Սուրբ Հոգիով, եւ տեսեք ինչ ասեց, առաջի գլուխ 18 համարը կարդում եմ, քանզի խաչին քարոզությունը կորսվածներուն հիմարություն է, եղբայրներ քույրեր, եղբայրները որ հորդորեցին, սա կարևոր բան է, խաչով է երկինք գնալու ճանապարհը, որովհետև գրված է խաչի քարոզությունը կորսվածներու համար հիմարություն է, ես անձամբ տեսել եմ, ականատես եմ եղել, ասում է, այդ հին ժամանակի քարոզները մենք չենք ընդունում, զարմացա, ինչ հին ժամանակի քարոզ, այսինքն մարդիկ իրանց համար իրանց սրտի համեմատ պատգամներ են պատրաստում, փառավորում ենք հիմա, էլի փառավորում ենք, հիմա գոհանում ենք, մենք շնորհքի տակ ենք եւ խաչի քարոզությունը այլևս չի քարոզվում, համաձայն եք այս ձևի աստվածպաշտություն
Եղբայրներ, քույրեր, եթե խաչի քարոզությունը հանում ենք քրիստոնեական կյանքի միջից, բոլորը կարող եմ համարձակ ասել, դա ավետարանն ասում, հավասարվում է, կհուշեք ինձ, ինչի է հավասարվում, մեծ զրոյի, շարունակությունը կարդում եմ, խաչի քարոզությունը կորսվածնելու համար է հիմարություն, բայց մեզի, եկեք միաբանվենք հենց դավանանքի ներսով, բայց մեզի փրկվածներուս Աստծո զորությունն է, փառք Տիրոջը դրա համար, այո, որովհետև խաչի վրա կատարվեց, ամենը կատարվեց, Տեր Հիսուսը աղաղակեց, ամեն բան կատարվեց, սատանայի թագավորությունը ջախջախվեց, մեղքը պարտվեց և երկրից երկինք տանող ճանապարհը բացվեց, փառավորենք Տիրոջը, նա արժանի է փառքերի, եղբայրներ քույրեր, երանի են Աստծո զավակին, որ իր անձը տանում է Գողգոթա, տանում է դեպի խաչը, որտեղից է մեր ծնունդը և վերածնունդը, համաձայն եք թե չէ, զուգահեռ տեսեք մի փոքր ներքևից կարդում եմ, ստեղ շատ լավ է բացատրում, դուք տանը կկարդաք այս տեղերը, առաջի գլուխ 18 խոսքից շարադրում է, և 22 համարը ինչ ասում, վասնզի հրյաները նշան կուզեն, ոնց եք մտածում, մենակ հրյա ազգին է վերաբերվում, ոչ, ես շատ եմ տեսել հոգիներ, որ ասում է, ինչ կա, ինչ նորություն կա, ես հանդիպել եմ մի հոգու, ասում է, ինչ նորություն կա, ինչ կա, ձեր մոտ ինչ կա, ինչ կա, ասում եմ, ինչի համար ես ասում, մեր մոտ գիտես, կաղերը քայլում են, կույրերը տեսնում են, այդ ձևի բան ասում, բայց ոնց որ վերացական ասում, էլի, նենց նայում եմ խեղճ վիճակ, պարտված վիճակ, ուղղակի ուզում է էմոցիա առաջացնի, սենց ձեր մոտ ինչ կա, ասի հա մեր մոտ էլ կա, բա ասա ինչ կա, ասեցի մեր մոտ էլ կա, հայտնություն կա, բա ասա, բա էդ եմ ասում, ասի Տեր Հիսուս ասել է, ինձանից սովորեք, որ ես հեզ եմ, սրտով խոնար, ասում է, ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում, ասի այո, ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում, սիրելի սա հրյա ազգի մասին չի, այլ կարա մարդու ներսը հրյա կառուցվի, որը ինչ է ուզում, նշան է ուզում, կարա մարդու ներսը հույն կառուցվի, հույներն էլ ինչ էին ուզում, հիշում եք չես տեղը, իմաստություն կփնտրեն, տենում եք, նշան, հրաշք, իմաստություն, բայց առաքյալը հայտարարում է, իսկ մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը, փառք Տիրոջը, հրյաներուն գայթակղություն, հույներուն հիմարություն, բայց անոնց, որ կանչված են, թե հրյա և թե հույն, Քրիստոսը, Աստծո զորությունը և Աստծո իմաստությունը, միած չասենք, փառք ես Տեր Աստված, եկեք հոժարվենք, եղբայրներ քույրեր, մի վկայություն տեսիլքով եղել է տպավորիչ շատ, մի անձնավորություն միշտ լացում է, Տեր, խաչս ծանր է, խաչս չեմ կարում տանեմ, մի օր Տերը հայտնվում է նրան, ասում է զավակս ինչ ա եղել, խաչս ծանր է, չեմ կարում տանեմ խաչս, տուր քո խաչը ինձ, ես հիմա քո հետ միտեղ կգնամ, որտեղ խաչեր կան, այդ սենյակում տարբեր խաչեր կան, կարող է ոմանքդ լսել եք, դու որ խաչը, որ ընտրես, այդ խաչը կտամ քեզ, և մտնում են այդ սենյակ, տարբեր չափսերի խաչեր ա դրված, այսինքն դժվարություններ, փոխաբերական իմաստով, և այդ անձնավորությունը փնտրում սենյակի մի անկյունում, մի հատ փոքրիկ խաչ ա գտնում, վազում ա, վերցնում, ասում ա Տեր Հիսուս, այս փոքրիկ խաչն եմ ես ուզում, ասում ա զավակս, մի քիչ առաջ այդ խաչը տվեցիր ինձ, ես նոր էի դրել այդտեղ, նոր դրել էի այդտեղ այդ խաչը, այսինքն ամենափոքրիկը ընտրեց, բայց դա իրանն էր, եղբայրս ու քույրս, Կորինթացիների մեջ համար կա, Աստված հավատարիմ է, որ իմ և քո կարողությունից ավելի մեզի թույլ չի տա, հապա նեղության այդ միջոց մնալ պիտի տա, որ մենք կարող ըլլանք հաղթահարել, փառք Տիրոջը դրա համար, խորը բացվեց Պողոս առաքյալին վերջի համարը կարդամ աղոթք անենք, դա գրված է Գաղատացիս 2-րդ գլխի մեջ 20 համարը, առաքյալին խորը բացվել էր, և նա իր անձը սովորեցրել էր կոտրել, նսեմացնել, խոնարհվել, փշրվել, ունայնացնել իր սայա խաչի ճանապարհը, եղբայրներ քույրեր, բղավելով ու չգիտեմ, ձեռքեր թափարելով երկինք գնալու ճանապարհ չկա, առաքյալին սա խորը բացվեց, գրեց 20 համարը,
Քրիստոսի հետ խաչը ելա։ Ասում եմ Պողոս առաքյալ գրեիր Քրիստոսի հետ բժշկություն արեցի, Քրիստոսի հետ հրաշքներ արեցի, քիչ վկայություններ ունի, երրորդ երկինք ոչ մեկ չի ապշտակվել, բայց այս մարդը ապշտակվել է, նշաններ, ընկնում էր բանը բժշկությունը տեղեր են ունենում, դևերը, ազատագրությունները, նա չասեց Քրիստոսի հետ անում եմ այս բաները, նա ինչ ասեց, Քրիստոսի հետ խաչը ելա, ուրեմն սա կարևոր բան է, եւ ալ կենթանի եմ, եկեք ներսով ասենք, դավանենք, եւ ալ կենթանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս կենթանի է իմ մեջս, Երանի սալինի, ես փափագում եմ, բայց ես որ հիմա մարմնովս կապրեմ, Աստծո որդու հավատքովը կապրեմ, որ զիս սիրեց ու իր անձը ինձի համար մատնեց, կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ,